Ողջույն, եթերում կուճուր փոդքասթն է։ Կուճուր մտքեր, մեծ թեմաներ։ Նա Անժելն է։ Իսկ նա Գաբրիելը։ Մենք սևաստացիներ ենք և նույն դասարանից ենք։ Այսօր ենք քննարկենք Օշոյի աշխարհը և մենք ստեղծագործություն։ Այո, Նախ առաջինը հասկացել ես ինչի մասին է։ այո, որովհետև ինձ շատ ծանոթ է այդ դրվագը, որովհետև իմ հետ էլ է դա կատարվել ու շատ տարօրինակ զգացմունքներ են այդ ժամանակ քո մոտ։ Իսկ դու քեզ ինչպես է գրավել այդ թեման։ Դե նույնպես մոտ էլ է շատ այդպես բաներ եղել, որ ես ինքս ինձանից վախում եմ ու ոնց որ լինում է, որ մի բան չեմ մտածում ու դες բաներ եմ անում, որ հետո մտածում եմ, չէ, ես անում եմ։ Իսկ ինչի ընտրեցիր հենց այս ստեղծագործությունը։ Դե հիշում ես ընկերությունը մեզ առաջադրանք էր տվել այդ ստեղծագործությունով ու կարծում եմ մեզ բոլորի ստուդիոյի եկել այն եւ ունեցա բանալ էլի խոսանք դրուցենք Անժել, դու ծանոթ ես Օշոյի հետ։ Դու գիտես ով է։ Հա, ընկերությունն երբ տվել էր, ես միանգամից հետաքրքրվեցի ու մտա Google, տեսա, որ Օշոն, հա, հնդկական հնդիկ էր, ստեղծագործություններ էր գրում, իմաստուն, ու Հնդկաստանում իրան ճանաչում են լավ։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր էր դա իմանալ, որովհետև ես չգիտեի ով է Օշոն, շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Իսկ դու ինչ հարցեր ունես, որ կտար Օշոյին։ Որտեղից է այդ իմաստուն մտքերը ստանում։ Ասենք իմ մոտ երևի այդպես մտքեր չեն։ Իսկ ինչը քո կարծիքով պակաս էր, այսպես ինչը կավելացնեիր։ Որ չտասեմ տեքստի մտքան բան չունեմ ավելացնելու, որովհետև իմ կարծիքով արդեն ամեն ինչ իմաստը, հա, արդեն պարզ գրած էր, որ ինչ էլ աշխարհի տաս, աշխարհը բումերանգի նման տալու է գլխի։ Իսկ ես օրինակ կավելացնեի այն հատվածը ու կավելացնեի այն, որ մի քիչ ավելի կոպիտ ասած հասկանալի լեզվով գրած լիներ, որովհետև օրինակ սկզբում որ ես կարդացի, այդքան լավ չհասկացա, որովհետև ինքը տենց մի տեսակ խոճուճ ճանապարհներով ատանում իր ուզածին։ Երեխաներն են կարդում, երեխեք կարդում են ու կարող է մի քիչ բարձ բառեր գրած լինի, չհասկանան։ Հա, այդ բանով ճիշտ ես, կարելի է ավելի պարզ վերլուծություն անել, դրանով համաձայն եմ, հա։ Իսկ դու այդպիսի ստեղծագործական գծերով մի բան գրել ես այս ոճի։ Ընդհանրապես ես սիրում եմ ստեղծագործություն գրել, մանավանդ որ թեմա եմ տալիս, որովհետև ես հորինելով մի քիչ ֆանտազիաս այդքան էլ լավը չի, մանավանդ որ վերնագիր եմ հորինում, ասենք պատկերացրու պատմությունը ամբողջությամբ պատրաստեմ, վերնագիրը չես կարող։ Հա, այդ վերնագիրը իմ մոտ էլ է դժվար ստացվում։ Չնայած չեմ ուզում ինձ գովեմ, բայց ինձ շատ մարդիկ ասել են, որ իմ ֆանտազիան լավն է ու շատ հետաքրքիր մտքեր եմ ունենում։ Ես էլ եմ շատ սիրում ստեղծագործել, բայց ես էլ քո նման այդ վերնագրից բացի մի հատ մինուս ունեմ էլի, որ ես շատ ժարգոնային եմ կոպիտ ասած գրում ու կենտրոնությանը ուշադրություն չեմ դարձնում այդքան։ Ես ավելի կենտրոնանում եմ այդ իրա հենց իմաստի վրա, հա, սյուժեն եմ ավելի խորը։ Ես մի քանի գիրք կարդացել եմ Ռոալդ Դալից, ինձ շատ դուր է եկել իր մտածելակերպը, իր այդ տեսակ աբստրակտ ոճը, ու մեր հայկականներից նաև ինձ շատ դուր է գալի Ղազարո Սաղարյանը, որտեղ հետաքրքիր բաներ է գրում, ինձ օրինակ շատ դուր է գալիս։ Ես օրինակ Սուրեն Ջանի Ռոզարիի իր հեքիաթները պարզ հասկանալի ու դաժե մի քիչ իմաստ կա մեջը, բայց հիմնականում հումորային են